մենք պիտի պաշտպանենք մեր կյանքն ու ապագան կրթությունը։ Միշտ հիշենք, որ այսօր դպրոցի պատիք է, վաղը պետության Միշտ առատ լինի սեղանը։ Բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնը իմ տառապանքի ու դժվարության մեջ է։
գեղեցիկ միջոցառումներով եւ խորհրդանշական նաեւ որ Չարենցավան քաղաքում փոքրամարմին հսկայի անունը կրող սրահ պիտի ունենանք։ Թույլ տվեք ողջունել բոլորին եւ իսկապես շնորհավորել այսօրվա տոնը Չարենցավանի օրը եւ իհարկե այս հրաշալի ցուցասրահի բացումը։ Գիտեք, ես 78 թվականին եղել եմ առաջին հենց ցուցասրահի բացմանը եւ այնտեղ ես իհարկե երիտասարդ աղջիկ էի այդ ժամանակ։ Այստեղ էր նաեւ մայրս Անահիտ Չարենցը, մորաքույրս Արտենիկ Չարենցը, թանգարանի Չարենցի տուն թանգարանի տնօրեն Նադիր տնօրեն այն ժամանակ Նվարդ Բաղդասարյանը, շատ մտավորականներ, Չարենցասերներ։ Եվ իհարկե մենք այդ ժամանակ գնացինք երկրից դուրս եւ երկար ժամանակ ես այս սրահում չէի եղել։ Միայն 2 տարի առաջ, երբ մտա այստեղ, իհարկե մեղմացած այս սրահը անխիթար վիճակում էր եւ մենք տնօրենի Տիկին Ժաննայի հետ այստեղ կարծես հենց որոշեցինք, որ սա պիտի դառնա երկրորդ Չարենցի տունը, Չարենցի տուն թանգարանից հետո։ Իհարկե նրա ջանքերով եւ մեր քաղաքապետարանի եւ պարոն Հակոբ Շահկալյանի ջանքերով ստեղծվեց այդ հրաշալի սրահը, իհարկե շատ փոփոխություններ եղան, մեծ փոփոխություններ, հսկայական աշխատանք տարվեց եւ վերջո Ժաննայի եւ Սարգիսին չմոռանանք, Սարգիսը ստեղծվեց այս հրաշալի ցուցասրահը։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ողջունում եմ Եղիշե Չարենցի տուն թանգարանից եւ ուզում եմ ասել, որ մեզ համար սա մեծ երջանկություն է համագործակցել մեր մեծանուն բանաստեղծի անունը կրող քաղաքի հետ, քաղաքի այսպես մարդկանց ղեկավարության, այսինքն այն բոլոր պահապանների, որոնք որ այս քաղաքը պահում են, որովհետև Չարենցը բոլորինս է։ Եվ ուզում եմ մի փոքր ներկայացնել այս համագործակցության մեկնարկը։ Ես հիշում եմ, երբ 2022 թվականին մենք նշում էինք Եղիշե Չարենցի հոբելյանական 125-ամյակը, այդ ժամանակ մենք հնարավորություն ունեցանք խոսելու պարոն Շահգազյանի հետ եւ միասին այսպես քննարկեցինք եւ հույս հայտնեց պարոն Շահգազյանը, որ անպայման կվերանայեն եւ կփորձեն առհասարակ Չարենցի հուշասրահին կյանքի կոչել։ Եվ այս ուրեմն արդեն տարիներ անց, 3 տարի անցել 2025 թվականին, երբ նշում ենք արդեն Չարենցի 128-ամյակը եւ ընդառաջ ենք դեպի 130-ամյակին, 2027 թվականին կնշվի 130-ամյակը եւ այս տարի էլ նաեւ Չարենցի տուն թանգարանի բացման 50-ամյակներ, ինչը եւս խորհրդանշական է։ Մենք հնարավորություն ունեցանք համայնքապետարանի աջակցությամբ հիմք դնել այս գեղեցիկ համագործակցության։ Սա Չարենցավանի 30-ամյակի արդիվ ուրեմն խորհրդանշական բանալի է, որը այդ ժամանակվա քաղաքապետին են տվել, բայց կար նաև խորհրդային մի այսպիսի ուրեմն սովորույթ, որ նոր քաղաքները հիմնադրում էին, բանալիներ էին խորհրդանշական պատրաստում եւ տալիս էին այն ժամանակվա ղեկավարներին։ Եվ սա իհարկե Չարենցավանի գործարաններում է հաստատ պատրաստվել, այո, կենտրոնացույց, հաստոսաշինական, եւ սա իր ուրեմն նշանակություն ունի։ Ես մեծ սիրով ցանկանում եմ հանձնել հուշասրահին, բայց միջև այդ պարոն Շահգազյան։ Այն միտումով, որ հաջորդը կլինի Չարենցավան քաղաքի պատմության թանգարանը։ Հետո ուտեղ բան կտնեն, դարձերեսը, որ Երևան երկուսն են։ Շնորհակալ եմ բոլորից այսպիսի լավ տոնակատարություն կազմակերպելու համար, շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր այս թանգարանի կայացման գործում իրենց ներդրումն ունեն, սկսած Չարենցանի համայնքապետարանից եւ նաեւ հավաքական անդամներից, շինարարներից,
Շնորհակալ եմ այն մարդկանցից, ովքեր մեզ աջակցել են կահավորել։ Ինչ ասեմ, սա դառնում է մեր համայնքի քաղաքի հարստությունը եւ մենք պարտավոր ենք միշտ սերնդեսերունդ փոխանցենք եւ պահպանենք եւ ինչպես ասում են այնպես անել, որպեսզի Չարենցի պատիվը մենք կարողանանք բարձր պահել եւ մեր քաղաքի պատիվը նույնպես շնորհակալություն բոլորիդ։ Thank you.